մոտիվացիաների իջեցումն, այսինքն նպատակայնությունն է կորում եւ դրա հետ միասին լինում է հոգեշարժական, այսինքն մարդը շատ ավելի քիչ է խոսում եւ դրա հետ միասին շարժումներն են դանդաղում եւ դրա համար ոչ մի ֆունկցիոնալ այլ ախտահարում չկա, այսինքն ոչ մարմնական հիվանդություն կա, ոչ հոդերի կողմից, ոչ ոսկրամկանային համակարգի կողմից, ոչ մի բան չկա, ամեն ինչը շատ նորմալ է, բոլոր հետազոտությունները նորմալ են, բայց շարժունակությունը իրա դանդաղել է, խոսքը դանդաղել է, ընդ որում գլխուղեղի հետ ոչ մի խնդիր չկա, այդ բոլոր սրանք ոնց որ հիմնական այն խնդիրներն են, որոնք կարող են առաջացնել, կան եւ երկրորդական, ոնց որ դուք ասացիք, ախորժակի բացակայություն կամ ավելացում, քաշի ավելացում կամ քաշի պակասում, օրինակ եկել են պացիենտներ 15-20 կիլոգրամ քաշը իջեցված։ Քնի խանգարումներ կարող են լինել, դժվարացած արթնացում ու արթնանում են ու ասում են արթնացել եմ հոգնած, ոնց որ շատ գործ արած լինեմ, բայց քնել է ինքը իրականում։ Այսինքն այտենց ախտանիշներ կան երկրորդական եւ շատ ավելի, որոնք կարող են խոսել դեպրեսիայի մասին, նորից եմ ասում, տևական լինելու դեպքում։